Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, եթերում է այլ ոճով հաղորդումը։ Այսօր միասին ծանոթանելու ենք մի շատ պայծառ, լուսավոր եւ շատ կանացի կնոջ հետ։ Այդ իսկ պատճառով ուզում եմ արագ զգեստափոխվենք, որ հանկարծ չուշանանք հանդիպումից։ Գնացինք։ Մեր այսօրվա մասնակիցը վառ գույների սիրահար է, կենսուրախ եւ դրական էներգիայով լի մարդ։ Տիկին Լյուդմիլայի կերպարանափոխությունը կհաստատի, որ ցանկացած տարիքում կարելի է ունենալ ինքնատիպ եւ յուրահատուկ ոճ։ Գնանք ծանոթանալու։ Սովորել եմ Երևանի պետական համալսարանի օտարլեզուների բաժնի ֆրանսերեն ֆակուլտետում։ 40 տարի եղել եմ Ֆրանսիայինի ուսուցչուհի դպրոցում, շատ սիրել եմ ընդհանրապես երգերաշտություն, պար եւ այլն, բայց ինձ չի հաջողվել այդ բնագավառում սովորել կամ աշխատել։ Եվ ես դպրոցում 2-3 ամիսը մեկ դպրոցում կազմակերպել եմ ֆրանսիական համերգ, որին ներկա են եղել լիք դահլիճում ժողովուրդ, չէ՞ որ ամեն դպրոց իր դահլիճը ունի, լիքը ծնողներ եւ աշակերտներ։ Այդպես ես իմ մեջ այդ երաժշտության երգի սերը պահել եմ ու մինչև այսօր, չնայած ես արդեն թոշակի եմ անցել, բայց ես անընդհատ գիշեր-ցերեկ զբաղվում եմ երգերաշտություն լսելով, ինքս նվագելով եւ այլն։ 2 աղջիկ ունեմ, 3 տղաթոռ, այդ 3 տղաթոռից էլ ունեմ 3 ծոր, մի աղջիկ 2 տղա, եւ երջանիկ ապրում եմ իմ ծերությունը։ Որոշել եմ, հետաքրքրության համար մարդ ենք էլի, հանկարծ ուզենաց մի քիչ կերպարանափոխվեց։ Հենց այդ նպատակով, թեթև տրամադրված եկել եմ, որպեսզի կերպարանափոխեն ինձ։ Ողջույն Տիկին Լյուդմիլա, ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, դուք ինչպե՞ս եք Լուսինե ջան։ Շատ լավ եւ շատ ուրախ եմ, որ մասնակցում եք մեր նախագծին։ Շնորհակալություն եւս մեկ անգամ եւ գիտեմ, որ շատ եք սիրում գույներ եւ հետաքրքիր է թե որտեղից է այդ սերը դեպի վառ գույներ։ Երևի դա գալիս է իմ բնավորությունից։ Փոքր ժամանակվանից ես արևին շատ էի նայում։ Իսկ արևը դեղին գույն է։ Վառ գույն է։ Վառ գույն է։ Եվ հենց սկզբից սիրել եմ դեղին գույնը, ամենավառ գույնը ինձ համար, շորերը ամեն ինչը այդ գույնով է եղել սկզբում, հետո արդեն սկսեցի սիրել նաև սպիտակը և գազարագույնը։ Հետաքրքիր է, որ գույներից եք խուսափում այս դեպքում։ Ես իմիջիալոց չեմ սիրում մուգ մոխրագույն գույնը, որտեղ միսակ տխուր մութ գույն է։ Ճիշտ է։ Իսկ սևը սիրում եմ, բայց պարտադրված պետք է հագնես, ոչ թե հենց այնպես որպես գույն ընտրես։ Թաքցնելու, քողարկելու համար։ Այո։ Միշտ նախընտրում եք գեղեցիկ հագուստ, ընդգծված ոճ, նաև զարդերն եք դուք ինքներդ պատրաստում։ Բայց երբևիցե չեք ցանկացել փոխել ձեր ոճը։ Ինչու՞։ Գիտես, ես որպես մարդ ավանդապաշտ մարդ եմ, սարսափելի ավանդապաշտ եմ։ Եվ եթե ընտրել եք այս ոճը, ապա ամբողջ կյանքում ես դրանով եմ գնում առ։ Կարելի է փոխել եւ հիմա ես արդեն այդ վիճակի մեջ եմ եկել եւ այո, որոշել եք, որ պետք է կերպարանափոխվել։ Եվ դրա ոնց ասեն, դրթողը դուք եք։ Լուսինե ջան, այո, ես իմացա, որ դուք եք բան շատ հաճախով եք։ Մենք ինչ ուրախ ենք ձեզ տեսնելու համար, իսկապես եմ ասում, շնորհակալություն ձեր դրական էներգիայի համար։ Այո։ Դուք շուրջ 40 տարի դասավանդել եք դպրոցում որպես ֆրանսերենի ուսուցչուհի։ Հետաքրքիր է թե ձեր աշխատանքը ինչպես է ազդել ձեր ոճի ձևավորման վրա, մասնագիտությունն ու աշխատանքը։ Ես գիտեմ, որ մատաղ սերնդին դասերակցության հարցում շատ մեծ ամեն ինչը շատ նշանակություն ունի, նաև ոճը։ Այն ինչ որ ես սիրել եմ իմ երեխաների աշակերտների մեջ եմ սրսկել եւ դա մինչեւ իմ ոճը չփոխելը ճիշտ է մի քիչ շատ հին է, բայց
այդպեսին եմ ես։ Բայց հենց ֆրանսերեն լեզուն էլ է, չէ՞, այդպես թելադրում այդ դասական ոճը։ Ապրես։ Գիտեք, երբ որ շփվում ես ֆրանսիացիների հետ, այդ կլասիկությունը, այդ հանդարտ նստված եւ շատ շպարվել բան չունեն ֆրանսիացիները։ Համաձայն եմ, համաձայն եմ, այո։ Այդ դա էլ ազդում, էլի։ Դա էլ ազդել ինձ վրա։ Իսկ հետաքրքիր թե ընտանիքի անդամները ինչպես արձագանքեցին, երբ իմացան, որ որոշել եք, հա? Նույնիսկ այո, նույնիսկ ես զարմացա, Անդրանիկը դա ասեց, դու պետք է հələ դերասանուհի դառնաս։ Ես քեզ տա Եվ իրանք որ այդքան ոգևորված մոտեցան այդ հարցին, ասեցի, օգտվեմ առիթից եւ գնամ ու մասնակցեմ, այո։ Իսկ ով է ձեզ ամենաշատը ոգեշնչում։ Անդրանիկը։ Դա պետք է սիրունանաս, դա չի կարելի, դու շատ ուրիշ տեսակ մարդ ես, դու պետք է քեզ Անդրանիկն է ինձ դրդում այդ բաներին։ Ինչ հաճելի է։ Իսկ ինչ կերպարանափոխություն եք պատկերացնում նախագծի ավարտին, որ պետք է լինի։ Իհարկե մի թևանիշոր է, չէ։ Դե դա ես էլ չեմ պատկերացնում։ Բայց բոլոր դեպքերում ոճի փոփոխությունը անպայման։ Քիչ թարմանանք էլի։ Ես ձեզ հետ լիովին համաձայն եմ։ Ճիշտ ժամանակին, ճիշտ վայրում եք հայտնվել։ Այո, ճիշտ։ Տատիկի հետ կապը շատ մեծ է, որովհետև փոքր ժամանակվանից միշտ ինձ թե դասի է տարել, միշտ եղել է իմ կողքին, կյանքի մեծ ընկեր է եղել, միշտ իր խորհուրդներով օգնել է ու մեր կապը շատ պինդ է, շատ ջերմ է։ Տատիկը միշտ իմ աչքերում երիտասարդ է, շատ աշխույժ է, ամբողջ կյանքի ընթացքում պայծառ է, բոլորիս միշտ դրական էներգիայով է լիցքավորում ու ամբողջ շրջապատը մեր իրեն շատ սիրում է։ Տատիկը միշտ տանից դուրս գալուց իրան շատ ժամանակ է տրամադրում թե հագուստին, թե զարդերին, անպայման միշտ պետք է գեղեցիկ մատնահարդարում ունենա, այդ հատվածը իր մոտ շատ կարևոր է ու միշտ ուշադրություն է դարձնում։ Կերպարանափոխություններ երբևէ չեմ տեսել իր մոտ, միշտ եղել է պայծառ ուրախ ու հաղորդումը լավ տարբերակ է, որ հասկանանք ինչ նոր ոճ կսազի իրեն։ Տիկին Լյուդմիլան իմ ամուսնու տատիկն է, շատ պայծառ լուսավոր կին, իրեն արդեն ճանաչում եմ 4 տարի եւ իրեն միշտ տեսել եմ, այսպես միշտ շփիտ է դեմքին, առույգ, ամեն անգամ երբ ինձ տեսնում է պարտադիր գնահատականներ է տալիս իմ հագուստի հետ կապված, սա շատ լավ է համադրեսա, ես կփոխեի, ամեն անգամ իր հետ հանդիպումը կարծես տոն լինի ու ես շատ ուրախ եմ, որ կան մարդիկ, որ նույնիսկ այդ տարիքում կարող են լինել այդքան կենսախինդ, այդքան ուրախ։ Տիկին Լյուդմիլայի կերպարն իսկապես ոգեշնչող է, նույնքան վառ, որքան նրա սիրելի գույները։ Նրա նոր կերպարը այսօր ձևավորելու են ոճաբան Լիլիթ Ստեֆանը, վարսահարդար Ռոման Հակոբյանը եւ դիմահարդար Նանե Սահակյանը։ Ողջույն։ Ես ձեզ տալիս եմ նկարները Տիկին Լյուդմիլայի, խնդրեմ Լիլիթ, Ռոման դու էլ փոխանցիր։ Ուսումնասիրելով Տիկին Լյուդմիլայի կերպարը համոզված եմ, որ նա հիացրել է բոլորիդ։ Ինչն է առաջին հերթին, որ նկատեցիք լուսանկարներում։ Ինչը գրավեց ձեզ։ Տիկին Լյուդմիլայի նկարներն ուսումնասիրելիս շատ դրական եւ լուսավոր էներգիա է գալիս։ Այո։ Շատ հաճելի է, երբ Հայաստանում տեսնում ես կանանց, ովքեր այս տարիքում կարող են ունենալ նման խնամված տեսք։ Եվ ավելին ասեմ, համաձայնվեն գալ եւ կերպարանափոխել։ Լիլիթ, այս նկարները տեսնելով միայն դրական էներգիա է գալի դեպի ինձ, իհարկե տեսնում եմ վառ արտահայտված կերպար։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ է լինելու, երբ ծանոթանաք Տիկին Լյուդմիլայի հետ։ Ռոման, տաք կերպարա, թե գույներով, որպես կոլորիստ նշեմ, կարմիր արտահայտված մազեր, զարդեր, այն ինչ որ յուրաքանչյուր տարիքում կինը սիրում է։ Շատ հետաքրքիր կերպարա, շատ սիրով կաշխատեմ։ Լիլիթ, ինչ առանձնահատկություններ կան 80 եւ ավելի տարիքի մարդկանց հետ աշխատելիս։ Հետաքրքիր է, որ այսօր տենդենսը գնում է հենց նրան, որ բոլոր տարիքով բարձր մարդիկ գնում են դեպի բնականը պահելուն։ Թե մազերի գույնը բնական, թե մեյքափը բնական, թե առհասարակ հագուստը բնական երանգների մեջ։ Բայց պետք է նշենք, որ Տիկին Լյուդմիլան շատ է սիրում վառ գույներ եւ բնական մազերի գույնը այստեղ չենք կարող ասել, որովհետեւ այն ունի կարմիր երանգ։
Այո, ես իհարկե խորհուրդ եմ տալիս միանշանակ մազերի կարմիրից դուրս գալը։ Անպայման պետք է պատմենք, որ Տիկին Լյուդմիլան երիտասարդ տարիքում ունեցել է բաց շագանակագույն երանգ։ Ռոման, ինչպես ես պատկերացնում, պահում ենք կարմիր երանգը, թե վերադառնում ենք այդ երիտասարդ տարիների բաց շագանակագույնի։ Իհարկե, ես կարմիրը կուզեի հանեի։ Միանշանակ կուզեի։ Մենք փորձնական մեկ շերտ կգունաբացենք, հասկանալու համար մազերը պահպանվում է որակը թե ոչ, բայց ամեն ինչ կուզեմ անեմ էլիտա գույների մեջ, բայց առանց այս առանձնահատուկ կարմիրի, արհեստական կարմիրի մեջ, որտեղ ինքը բնական, պոզիտիվ հետաքրքիր կերպար։ Նանե Տիկին Լյուդմիլան, ինչպես որ լուսանկարներում է երևում, ունի այսպես հարթ եւ փայլուն մաշկ, հա։ Բայց այնուամենայնիվ այս տարիքի դիմահարդարումը ունի իր փոքրիկ այսպես առանձնահատկությունները։ Ինչպիսի դիմահարդարում ես դու պատկերացնում։ Տեսեք, դիմահարդարման երանգների մասին ավելի հստակ խոսեմ, երբ Ռոմանը որոշի վարձերի ինչ երանգի են լինելու, իսկ առհասարակ բավականին հարթ մաշկ ունի իր տարիքի համար, դրա մասին խոսում են իրեն վարդագույն այտերը, իսկ ընդհանրապես տարիքային դիմահարդարման մեջ ավելի ճիշտ է օգտագործել տաք երանգներ, որտեղ ինչպես մազերի դեպքում, այդպես էլ մաշկի դեպքում տարիքի հետ մաշկը կորցնում է այդ էլաստիկությունը, կոլագենը պակասում է մաշկում եւ ավելի դառնում է գունատ։ Այդ պատճառով ավելի ճիշտ է օգտագործել տաք երանգներ ու ավելի վարդագույն, լավ է, որ մենք ունենք արդեն վարդագույն այտերը։ Լիլիթ, ինչպես նշեցի, Տիկին Լյուդմիլան շատ է սիրում վառ գույները։ Այ պատրաստվում ես նրա նոր կերպարներում երկու նոր ոճում ներառել վառ գույներ։ Ինչպես նշեց Նանեն, վարդագույն երանգը կա մաշկի գունատիպի մեջ ու դա մեզ հենց կօգնի, որ վառ կերպարը պահենք իր։ Ինչ գույներ ես պատկերացնում նրա համար։ Պարտադիր կօգտագործեմ բազային գույներ, որպեսզի ավելի երկար զգեստապահարանը, ինչը որ ընտրեցինք, ավելի երկար ծառայի իրեն։ Բայց նաև ըստ իր վառ կերպարի եւ ըստ իր գեղեցիկ գունատիպի, երանգային գունատիպի, անպայման կօգտագործենք վառ գույներ, որպես թեկուզ աքսեսուար։ Դուք կիսվեցիք ձեր պատկերացումներով, բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ պետք է ծանոթանալ Տիկին Լյուդմիլայի հետ եւ հաշվի առնել ամենակարևորը նրա ցանկությունը։ Մեզ շատ հետաքրքիր աշխատանք է սպասվում, կարծում եմ։ Ու շատ գեղեցիկ։ Ինչ որտեղ բարդ, բայց շատ հետաքրքիր։ Հետաքրքիր եւ գեղեցիկ։ Մենք բարդ բաներ սիրում ենք։ Մենք ունենք շատ վառ, հետաքրքիր կերպար, միաժամանակ կարելի ասել շատ բարդ աշխատանք, որովհետեւ ունենք գունային ամենաբարդ գաման, դա կարմիրն է, որից հեռանալը մեծ դժվարություն է իրենից ներկայացնելու։ Ես նույնպես կարծում եմ, որ պետք է ընդգծել Տիկին Լյուդմիլայի վառ կերպարը, քանի որ տարիքային դիմահարդարումը ունի իր նրբությունները եւ դժվարությունները, շատ կարեւոր է տարիքային դիմահարդարման մեջ հոնքերի ֆորման։ Ես մի քիչ կբարձրացնեմ Տիկին Լյուդմիլայի հոնքերի ֆորման, որովհետեւ երբ որ վերջին հատվածը ավելի ներքև է լինում, այդպես տարիքը ավելի մեծ է երևում կնոջ։ Ամեն դեպքում ես տեսնում եմ Տիկին Լյուդմիլային կարմիր կամ նմանատիպ վառ շրթներկով։ Կարծում եմ այդպես ավելի վառ կերպարը կարողանանք ստանալ։ Թիմը մեծ սիրով ընդունեց աշխատել Տիկին Լյուդմիլայի հետ։ Արդեն իսկ նկարներից հասկացանք, թե ինչ էներգետիկա եւ դրական լիցքեր են գալիս Տիկին Լյուդմիլայից։ Քննարկումները եղան շատ բուռն, որովհետև այնտեղ կային մի քիչ մազերի մեջ կարմիրի պիգմենտներ, կար տարիքային ինչ-որ առանձնահատկություն, որին պետք է շատ հետաքրքիր եւ գեղեցիկ լուծում տայինք, բայց իհարկե ոչ մեկս կանգ չառանք խնդիրների առջև, իմ կարծիքով շատ հետաքրքիր լուծում ենք ստանալու։ Այս գեստապահարանը պատմում է մի ամբողջ կյանքի պատմություն։ Այստեղ յուրաքանչյուր հագուստ ընտրված է սիրով եւ խնամքով։ Տիկին Լյուդմիլան սիրում է իր կերպարը լրացնել իր ձեռքով պատրաստած զարդերով։ Այսօր ոճաբան Լիլիթ Ստեֆանի հետ կվերլուծենք Տիկին Լյուդմիլայի զգեստապահարանը եւ կուսումնասիրենք յուրաքանչյուր դետալ։ Լիլիթ, ինչ կասես Տիկին Լյուդմիլայի զգեստապահարանի մասին։ Տեսեք ինչ հիանալի գույներ են հավաքված այստեղ։ Ես վերլուծություն կարող եմ անել միայն դրական կողմից Տիկին Լյուդմիլայի,
Իսկ գույների մասին ինչ կարող ես ասել։ Գույները ինչ են պատմում Տիկին Լյուդմիլայի մասին եւ իր վառ անհատականության մասին են պատմում, բայց թեպետ եւ ես առաջարկում եմ, որպեսզի ավելի բնական գույներ կրի Տիկին Լյուդմիլան, քանի որ այսօր ավելի տրենդային է բնական գույն կրելը եւ իհարկե ավելի երիտասարդ է ցույց տալիս բնական գույնը մարդու վրա։ Բայց իհարկե կարելի է հենց այդ վառ երանգներով լրացնել աքսեսուարների տեսքով եւ վառ երանգներով ընդգծել ձեր անհատականությունը։ Այ որ դու նշեցիր աքսեսուարների մասին, պետք է անպայման նշել, որ Տիկին Լյուդմիլան իր ձեռքերով է պատրաստում այս զարդերը, աքսեսուարները եւ համադրում է հագուստի հետ։ Եվ ինչպես է նրա մոտ ստացվում։ Հիանալի, իրականում ես տեսնում եմ այստեղ համադրություն վառ վարդագույնի հետ, նուրբ վարդագույնն է համադրված։ Ընտրված, այո։ Այո, դա հիանալի համադրություն է եւ քանի որ Տիկին Լյուդմիլայի մաշկի մեջ կա վարդագույնի երանգը, իրեն շատ կսազի հենց այդ գույնը։ Եվ վերջում եմ տեսնում սպիտակի եւ պուտավոր ժակետի համադրությունը, դա էլ շատ տրենդային է այսօր, տակի դարսերը շատ տրենդային է Տիկին Լյուդմիլա։ Մի խոսքով Տիկին Լյուդմիլան շատ տրենդային է, զգեստապահարանը ընտրված է ճիշտ գույներով եւ զարդերով, իր ձեռքով պատրաստված։ Ես միայն կարող եմ հանել զգեստապահարանից սա, շատ քիչ զգեստապահարաններ կան, որ ես հատուկենտ շորեր եմ հանում, հագուստ եմ հանում այդ զգեստապահարանից եւ ձեր զգեստապահարանն է, որ ես գրեթե բոլորը թողում եմ, միայն կարող եմ սա հանել, որովհետեւ այս գույնը կխամրեցնի, այո, կխամրեցնի ձեր վառ անհատականությունը եւ իրեն կարող ենք փոխել ավելի վառ երանգի դեղին գույնով։ Շատ ճիշտ։ Տիկին Լյուդմիլա, ուզում եմ նաև դուք պատմեք, թե դուք ինչպես եք համադրում ձեր ձեռքով պատրաստված զարդերը ձեր հագուստի հետ։ Առաջի հերթին գույներն եմ ընտրում իրար հետ։ Միշտ ինչ որ պատրաստում եմ, ինչ որ կարում եմ կամ էլ թե չէ, առնում եմ, միշտ առաջի հերթին գույներին համադրությանն եմ նայում եւ ուրեմն նայում եմ կտորը հաստ է, բարակ է, զարդերը կան վրեն, ծաղիկներ կան, չկան, համադրում եմ, երբեմն կասկածում եմ, բայց երբ որ համադրում եմ, տեսնում եմ իրար հետ բռնեցին, գեղեցիկ է, կողքից կոմպլիմենտներ եմ ստանում։ Ես հիացած եմ այս համադրության հետ, հենց հիմա պատրաստում եմ, ու ստացվում է լավ։ Մեծ սիրով ես էլ կկրեի հենց այս համադրությունը, թե գույնը, թե զարդը։ Տիկին Լյուդմիլա, իսկ ո՞րն է ձեր ամենասիրելի հագուստը ձեր զգեստապահարանում։ Ես սրտատրոպ սպասում եմ այդ հարցին, որովհետև իմ ամենասիրած դա գարնանային վերարկուն է, որը ինձ նվերել է իմ սիրելի թորնիկ Անդրանիկը։ Մենք հասկացանք, որ ձեր ամենասիրելի թորնիկը Անդրանիկն է։ Մենք դա արդեն հասկացանք։ Շատ սիրում եմ, բայց Անդրանիկին հատուկ։ Այո, հատուկ ձևով։ Իհարկե դա նորմալ է։ Եվ այստեղ կան նաև փոքրիկ զարդերը։ Ես պատրաստել դրանք։ Ինչ գեղեցիկ է։ Որովհետև չէր կոչկվում ինքը։ Ես պատրաստեցի, որ կոչկվեն, էլի։ Հրաշալի է, չէ՞ ստացվել։ Համադրությունը իսկապես։ Թե գույները, թե պրինտը, թե կտորի որակը, որի մասին էլ կուզենայի խոսել, որ շատ պարտադիր է, որ կտորը որակյալ լինի, որպեսզի երկար կրի եւ ավելի լավ վիճակում կրեք հագուստը։ Լիլիթ, գնումների ժամանակ ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Անպայման պետք է ուշադրություն դարձնենք կտորի որակին, պետք է ուշադրություն դարձնենք գույնին եւ հագուստի կտրվածքին ըստ կառուցվածքի եւ ըստ գունատիպի։ Դրա վրա անպայման ուշադրություն ենք դարձնելու։ Հիշում ենք խորհուրդները Լիլիթի եւ գնում ենք գնումների։ Աղջիկները հավանեցին իմ շորերը, ես դա հաճույքով ընդունեցի, ուրեմն ճիշտ ուղու վրա եմ ես։ Եվ երևի ինձ կերպարանափոխեն աղջիկները, ավելի ժամանակակից կդարձնեն իմ կերպարը եւ ես հաճույք կստանամ դրանից։ Զգեստապահարանից արդեն իսկ երևում էր, որ ի սկզբանե ոնց պատկերացրել էինք Տիկին Լյուդմիլային, հենց այդպիսինն էլ ինքը կա, դրական, բարձր տրամադրությամբ, լի լիցքերով դրական, եւ հենց իր զգեստապահարանը վառ գույներով խոսում էր այդ մասին։ Շատ հետաքրքիր էր, որ Տիկին Լյուդմիլան շատ սիրուն եւ ճիշտ կարողանում էր համադրել գույները։
Եվ իհարկե այդ վառ երանգները կպահենք իր զգեստապահարանում, բայց մի փոքր ես պատկերացնում եմ, որ պետք է մոտենանք բնական գույներին, քանի որ այսօր տենդենսները հենց այդ կողմ են տանում, հատկապես երբ կա տարիքային առանձնահատկություն, բնական գույները ավելի ճիշտ է օգտագործելը։ Տիկին Լյուդմիլան հիմնականում նախընտրում է տաբատ, բայց նաև շատ է սիրում երկար կիսաշրջազգեստներ և բարձրակրունկներ։ Լիլիթ, ես համոզված եմ, որ դրանք նրան շատ են սազում։ Ես շատ անհամբեր սպասելու եմ, թե ինչ կերպարներ ենք ունենալու գնումների ավարտին, ինչ խորհուրդ կտաս տիկին Լյուդմիլային այս պահին։ Քանի որ տիկին Լյուդմիլան արդեն իսկ վառ կերպար է, ես ավելի խորհուրդ կտամ, որպեսզի բնական գույների մեջ ընտրենք եւ իր կերպարը ավելի առանձնահատուկ դարձնենք։ Համաձայն եք տիկին Լյուդմիլա։ Եվ իհարկե կառուցվածքին համապատասխան։ Ուղղակի դուք իմ մասին եք ասում, չեմ հասկանում այդքանը որտեղից իմացաք, որ ես այդ բոլորը սիրում եմ։ Ես կարծում եմ, մենք ժամանակ չպետք է կորցնենք եւ անցնենք գնումների, համաձայն եք։ Անպայման։ Սիրով գնացինք։ Գնումների ժամանակ խորհուրդ է, որը ուրեմն ուշադրություն դարձնենք այն հագուստներին, որոնք ժամանակակից են, ավելի շատ Լիլիթը այդ բանն է շեշտում, որ ժամանակակից ու ես դա ընդունում եմ։ Մեզ ուղղություն տուր ինձ եւ տիկին Լյուդմիլային, որ հասկանանք, թե որ հագուստների վրա պետք է ուշադրություն դարձնենք։ Ինձ դուր է գալիս այս կաշվային տեսքը։ Ավելի ծանր ստրուկտուրայի կտորա տիկին Լյուդմիլային դուր գալիս։ Շատ լավն է, սիրադուգույն է։ Այո, շատ լավ է։ Տիկին Լյուդմիլան շատ ճիշտ ընտրություն է անում։ Հիմնականում տաբատ եք հագնում։ Առօրյա կյանքում այո, հագնում եմ տաբատ։ Ահա։ Իդեպ կենտրոնական պրինտն է թրենդային, օգտագործելը եւ այո։ Տիկին Լյուդմիլան ինձ թվում է լավ հետևում է թրենդերին, չէ՞ տիկին Լյուդմիլա։ Այո, հետևում եմ ես։ Ուղղակի հրաշալի, սիրուն չէ։ Հայլը, շատ թեթև հավաքված։ Ջայլուց, այո։ Վերնաշապիկը գրել է միցև ավելի թեթև է ու ավելի արագ է։ Ես ուղղակի գույնի հետ գույնը ավելի խամրում է։ Ինքը ճիշտ է բնական գույների մեջ։ Իսկ պայուսակներ նախընտրում եք փոքր մեծ չափսի։ Հիմա փոքր։ Հիմա փոքր։ Այո, որովհետև ավելի հարմար է։ Մեջը շատ բաներ չեմ դնում էլ։ Հաստատ։ Դեղինը մեր մասնակցի ամենասիրելի գույներից մեկն է։ Այն նաև շատ նորաձև է այս տարի։ Եկեք միասին հասկանանք, թե որ գույների հետ եւ ինչպես կարելի է համադրել դեղինի տարբեր երանգները եւ ստեղծել հետաքրքիր եւ ոճային կերպարներ։ Այս անգամ ընտրել եմ վառ դեղին լայն տաբատ եւ սպիտակ պիջակ, հետաքրքիր բացվածքով։ Կարծում եմ բավականին յուրահատուկ լուծում է ստացվել։ Եթե նախընտրում եք պաստելային երանգներ, ապա այս կերպարը ձեզ դուր կգա։ Պարզ վերնաշապիկը կարող է շատ ավելի հետաքրքիր տեսք ունենալ, եթե այն համադրեք երկար, լայն կիսատապատի եւ բարձրակրունկ կոշիկների հետ։ Դեղինը հրաշալի համադրվում է նաեւ մոխրագույնի հետ։ Համաձայն եք, որ դասական տաբատն ու բարձրակրունկներն ավելի ներկայանալի տեսք են հաղորդում դեղին, պարզ կարճ շապիկին, տոպին եւ ժակետին։ Մեր ճանապարհորդությունը դեպի խանութներ հաջող անցավ, ես շատ գոհ մնացի Լիլիթն էլ ուրախացավ, որ ինձ բավարարեց եւ իմ տրամադրությունը բարձրացավ, որովհետեւ ընտրեցինք իմ ցանկությամբ ինձ սազացող, գեղեցկացնող եւ Լիլիթի ցանկությամբ ժամանակակից հագուստ։ Շատ հետաքրքիր անցան գնումները, իրապես տիկին Լյուդմիլան շատ բարձր ճաշակ ունի, կարողանում է զգալ գույները, որը որ ինձ շատ ուրախացրել է։ Ողջույն տիկին Լյուդմիլա։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ ձեր հետ աշխատելու համար։ Ինձ արդեն դուր է գալի ձեր ոճը ու ամեն ինչ։
Բայց քանի որ որոշել եք ոճափոխություն անել, շատ մեծ հաճույքով ձեզ կօգնեմ այդ հարցում։ Կոնկրետ ինչ որ բան կա ձեր մազերի ոճի մեջ, որ այնքան էլ ձեզ դուր չի գալիս։ Ճիշտը որ ասեմ, այս վերջին ժամանակներս արդեն հոգնել եմ այս գույնից եւ կուզեի այո ոճափոխություն կուզեի, որպեսզի ավելի թարմանամ, տեսքս մի քիչ փոխվի։ Շատ բարի, բայց ես էլի կպահեի ձեզ տաք գույների մեջ, այսինքն շատ կարմիրը մի քիչ կհանեի։ Այո։ Ինչ վերաբերվում է կտրվածքին, կարելի է կտրվածքն էլ փոխենք։ Մի քիչ շատ կարճ չլինի ավելի շուտ։ Շատ կարճ չլինի։ Մենք ունենք մի քանի տարբերակ, եկեք երկուսն էլ քննարկենք։ Այո։ Ու ասեմ, որի համար է շատ լավ։ Ահա։ Երբ որ մենակ վերևն ենք կտրում, կա այնպիսի տեսակետ, որ ինչքան կտրում ենք, այնքան աբիոմ ալիվում, դա այդպես չէ։ Կտրվածքի մեջ շատ կարևոր է, երբ որ մազը մազի վրա է։ Այդ դեպքում մենք ծավալը շատ ճիշտ պահում ենք։ Ես այստեղ ավելի կկարճացնեի, որպեսզի ցույց տայի վզի հատվածը։ Այո։ Եվ այստեղ մի քիչ կթեթևացնեմ։ Մնացած ամեն ինչ ինձ դուր է գալի։ Ռոման ջան, ինձ շատ հաճելի է ձեր այդ բացատրությունը, մանրամասն, եւ ես համաձայն եմ ձեզ հետ։ Շատ բարի։ Ռոմանը ինձ մազերս նայեց, առաջարկեց ինչ կարծրությամբ պետքա կտրի մազերս, ինչ գույնի պետքա ընտրենք եւ ինքը մի քանի գույներ ինձ առաջարկեց, ասեց այդ գույները մենք կդիտենք, որ դες դուր կգա, այդ գույնի կանենք մազերը եւ մի հատ նկար ինձ ցույց տվեց, Ռոմանի ցույց տվածի հետ ես համաձայն եի եւ դա կանենք։ Իհարկե սիրահարված եմ մեր կերպարին, սիրահարված եմ Տիկին Լյուդմիլային, շատ հետաքրքիր, շատ վառ անձնավորություն է, շատ մեծ սիրով եմ աշխատելու, նա ճկուն է շատ բնավորությունով, ինձ թվում է այն ինչ որ մտածում ենք, ստանալու ենք։ Տեսեք, ձեր մայթերի վրա կա վարդագույն պիգմենտ, դա շատ լավ է, որ ունեք այդ վարդագույն պիգմենտը։ Հիմա կօգտագործենք կարմրաներկ։ Այդ չեմ սիրում, գիտես ինչին։ Կողքից որ նայում ես դա արևից չի եղել։ Սոտից կսատ մանա։ Դե դուք չեք սիրում, որովհետև ձեր բախտը բերել է, որովհետև ձեր այտերին ունեք վարդագույն պիգմենտ, որը որ շատ ակտուալ է հիմա։ Օրինակ վերջին տարիներին սկսել ենք օգտագործել վարդագույն կարմրաներկ, որը այդ պոմետների վրա են գնում դրանց էլի։ Ահա, տեսեք ինքը մաշկին վարդագույն սա, վարդագույն էս կարմրաներկը, մաշկին հաղորդում է շատ առողջ տեսք։ Դրա համար հիմա սկսել ենք օգտագործել։ Այո, հիմա որ կգցեք մի հատ նայեմ տենամ թե բանա ինչ որ հայելու մեջ է, հայելու մեջ է։ Իհարկե։ Ահա, ճիշտ է։ Մենք պետք է մի քիչ բարձրացնենք հոնքերի ֆորման, որ ավելի པարզ հայացք ունենաք ու ավելի ձգված աչքեր, լավ։ Շրթներկի մասով, Տիկին Լյուդմիլա, ավելի ճիշտ կլինի կողմնորոշվենք, երբ որ որոշենք Լիլիթը ինչ հագուստ է լավ ձեզ ընտրել, եւ Ռոմանը ինչ մազերի երանգը ինչ կանի, ըստ դրա արդեն կկողմնորոշվենք շրթունքների ինչ երանգի անենք, լավ։ Դիմահարտարն էլ նանեներ, շատ սիրուն անուն ունի, ինքը շատ գեղեցիկ աղջիկ էր, երկուսով շատ ուրախ տրամադրությամբ, ինքը ինձ դեմքս հարդարում էր եւ բացատրություններ էր տալիս այդ կարմիր գույնի, ես այդ անունները չգիտեմ, կարմրաներկը գցեց իմ դեմքին, ես ասի վայնան ջան, ես դա չեմ սիրում, ասեց սպասեք, ասեց հետո կասեք, ձեր կարտիկը կասեք, ես ուրեմն սպասեցի, հետո հայելու մեջ նայեցի, տեսա որ շատ գեղեցիկ է իրոք դա ու որոշեցի, որ սրանից հետո պետք է դա օգտագործեմ։ Ասեմ, որ Տիկին Լյուդմիլայի հետ հանդիպումը անցավ բավականին ուրախ, շատ հաճելի էր աշխատել նման կնոջ հետ, բավականին մեծ էներգիա եմ ստացել իրենից, տարիքային դիմահարտարումը իր բարդություններով, այսինքն իրենք ունեն իրենց նախընտրած դիմահարտարումը, ճիշտ է չենք արել են դիմահարտարումը, որը որ համապատասխան կլիներ, այ եկել ենք միասին համաձայնության Տիկին Լյուդմիլայի հետ, որ ինքն էլ իրեն լավ զգա։
Լիլիթ, մեր կերպարանափոխությունը մոտեցավ իր տրամաբանական ավարտին եւ ես համոզված եմ, որ սա շատ հետաքրքիր փորձառություն էր հենց քեզ համար։ Միասին արի ամփոփենք թիմի աշխատանքը։ Իրականում Լուսինե ջան շատ հետաքրքիր փորձառություն էր, աննկարագրելի դրական էմոցիաներ եմ ստացել, Տիկին Լյուդմիլայից միայն լույս է գալիս եւ թիմի հետ աշխատանքն էլ է շատ հետաքրքիր անցել։ Բոլորս գոհ ենք մեր արված աշխատանքից, բայց այստեղ շատ հաշվի ենք առել Տիկին Լյուդմիլայի ցանկությունները։ Դե իհարկե, առանց դրա չէր կարող լինել։ Մշակել եք նոր ոճ, երկու կերպար ունենք ներկայացնելու։ Բացում ենք պակագծերը եւ մի փոքր պատմենք, թե ինչ ոճի մեջ են լինելու այդ երկու կերպարները։ Առաջին կերպարը ավելի էլեգանտ ոճի մեջ է լինելու, բայց ավելի ժամանակակից շտրիխերով, երկրորդ կերպարը ավելի վառ, մոտ դեպի Տիկին Լյուդմիլայի ներքին ցանկություններին։ Ես իսկապես շատ եմ ուզում տեսնել Տիկին Լյուդմիլայի էմոցիաները, երբ նա առաջին անգամ նայի հայլու մեջ։ Ես ինքս էլ Լուսինե ջան շատ անհամբեր եմ սպասում Տիկին Լյուդմիլայի արձագանքին եւ հուսամ, որ մենք էլ միասին դրական էմոցիաներ ենք ստանալու։ Ես համոզված եմ, որ հենց այդպես է լինելու։ Տիկին Լյուդմիլա, մենք ձեզ սպասում ենք։ Օ, դուք շքեղ տեսք ունեք, Տիկին Լյուդմիլա, այստեղ է հայլին։ Չգիտեմ։ Ինչ մոդայիկ եմ, շատ մոդայիկ եմ, շատ ժամանակակից եմ, շատ շնորհակալ եմ ձեզանից, չէի սպասում։ Պարզապես հիացած եմ, թե իսկապես ինչ շքեղ եւ գեղեցիկ տեսք ունեք։ Այ ինչն է ամենից շատը ձեզ դուր եկել։ Ամենաշատը դուր է եկել այս վերնաշապիկը, որը գծերով է, վերևից ներքև։ Ես երբեք այդպեսին չեմ կրել։ Այո, առաջին անգամ եմ կրում իրոք կյանքում եւ շատ զարմացած եմ, որ այսքան ինձ սազում է։ Ուղղակի շատ շնորհակալ եմ, որ ինձ չափածը եւ նիհարացնում է եւ ոնց որ ավելի բոյով է ցույց տալիս եւ խիստ ժամանակակից է, շատ շնորհակալ եմ։ Այո, ամեն ինչ մտածված է, հա, Լիլիթի կողմից կարծես։ Այո, ինչպիսին էր մասնագետների հետ աշխատանքը։ Շատ շնորհակալ եմ բոլորից։ Ուղղակի ընդհանուր կոլեկտիվից շատ շնորհակալ եմ։ Այդ ուշադրությունը, այդ վերաբերմունքը ուղղակի ինձ հիացրել է։ Եվ այսօր դուք ունեք շքեղ տեսք, Տիկին Լյուդմիլա։ Եվ մենք անհամբերությամբ սպասում ենք երկրորդ կերպարը նաև տեսնենք, թե ինչպիսին է ընտրվել։ Անպայման լավ է կլինի, չեմ կասկածում։ Համոզված եմ։ Լիլիթ, որքան գեղեցիկ տեսք ուներ Տիկին Լյուդմիլան եւ իսկապես ձեզ մոտ ստացվել էր այդ նոր շունչը, վառ գույները փոխանցել Տիկին Լյուդմիլայի նոր կերպարին։ Պատմիր երկրորդ կերպարի մասին։ Երկրորդ կերպարը ավելի վառ է։ Առաջինի մեջ փորձել եմ պաստելային գույները պահել, բազային գույները պահել եւ ավելի մոտեցնել դեպի բնական կերպարի եւ էլեգանտությանը, իսկ երկրորդ կերպարը ավելի վառ, ժամանակակից, թեթև, այդպիսի կերպար ենք ստացել։ Իմ կարծիքով Տիկին Լյուդմիլան էլ շատ կհավանի։ Ես չեմ ուզում չարաշահել մեր հեռուստադիտողի համբերությունը եւ հենց հիմա այստեղ հրավիրենք Տիկին Լյուդմիլային։ Տիկին Լյուդմիլա, մենք պատրաստ ենք ձեզ այստեղ դիմավորելու։ Վաու։ Ինչպիսի հաճելի պահ է։ Իսկապես հաճելի եւ մենակ ձեր էմոցիաները ամեն ինչ արժեն, Տիկին Լյուդմիլա։ Չգիտեմ ինչ ասեմ, ինչքան հիացած եմ, ուղղակի հիացած եմ։ Բլուզի գույնը ուղղակի չտեսնված է, ես չեմ էլ պատկերացնում, որ ես կարող էի այսքան ինձ համապատասխան, իմ դեմքին համապատասխան գույն հագուստակնել, որ ես գույներին շատ մեծ տեղ եմ տալի, պայծառ գույն եւ ահա նա իմ վրա է, շատ շնորհակալ եմ, շատ գեղեցիկ է։ Չեմ կարողանում աչքս կտրել հայելուց։ Մենք էլ չենք կարողանում մեր աչքը կտրել ձեզանից, Տիկին Լյուդմիլա։ Շնորհակալ եմ։ Բլուզի ընտրված գույնը, վզնոցը եւ վարսերի գույնը կարծես հենց իրար համար ստեղծված լինեն եւ ճիշտ ընտրված ձեզ համար։ Այո, շնորհակալ եմ։ Լիլիթ, ներկայացրու։
Այս երկրորդ կերպարում փորձեցինք ամբողջական վառ տեսքը պահել տիկին Լյուդմիլայի, այսինքն ոնց որ ես միշտ սիրում եմ ասել, պետք է մարդու ներքին էմոցիաները արտահայտվեն արտաքինի վրա, այստեղ հենց արտահայտված է տիկին Լյուդմիլայի ներքին վառ կերպարը եւ անպայման այստեղ հաշվի եմ առել դեղին գույնը, որ տիկին Լյուդմիլան սիրում է։ Արևի գույնն է, այո։ Փորձել եմ մոտեցնել, իհարկե սա մաքուր դեղին չէ, բայց փորձել եմ մոտեցնել այդ երանգների հետ, որ ամբողջական իր գունատիպի եւ կառուցվածքի հետ համապատասխան լինի։ Տիկին Լյուդմիլա, ուրախ եք, որ մասնակցեցիք այլ ոճով հաղորդմանը։ Ոչ միայն ուրախ եմ, այլ ուղղակի ճոխվում եմ ուրախության մեջ։ Շատ շնորհակալ եմ ժամանակակիցը, խնդրեմ, ժամանակակից եմ, ոճային խնդրեմ, ոճային եմ։ Շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ այս հաղորդմանը եւ առիթ եմ ունեցել ծանոթանալու այսպիսի երիտասարդ խելացի մարդկանց հետ։ Տիկին Լյուդմիլա, իսկ մեզ մնում է ձեզ մաղթել, որ միշտ մնաք այսպիսի պայծառ, կանացի եւ հմայիչ եւ թող նոր ոճը ընդգծի ձեր գեղեցկությունը, ուժը եւ ամենակարևորը ոգեշնչի մյուսներին։ Ես աշխատում եմ եւ երիտասարդների եւ իմ տարեկիցների մեջ սերմանել ուրախություն, ոչ, ժամանակակցություն, երկար կյանք, ինչա պատահել, մարդիկ պետք է աշխատեն, երկար ապրեն, դրա համար պետք է այսպես գեղեցկանան։ Ես լիովին համաձայն եմ։ Շնորհակալություն այս էմոցիաների համար։ Շատ սիրուն է։ Սիրուն է։ Շատ լավ։ Պետք է սկսա։ Սիրուն է։ Շատ սիրուն է ստացվում։ Ես էլ եմ այդ կարծիքով։ Դա ամբողջ մի հատ ջահել է, բայց ես ստալը ավելի է։ Մազերի գույնը շատ սազումած ես։ Ու հագուստնել ընտիրա ուղակի։ Շատ լավն է։ Առհասարակ ոճաբանության մեջ պարտադիր հաշվի առնվում մարդու հարմարավետությունը, որովհետև ներքին հարմարավետությունը անպայման արտացոլվում է արտաքինի վրա։ Ըստ մասնագետների որոշման, արդյունքը մի փոքր այլ պետք է լիներ, բայց քանի որ բոլորս պրոֆեսիոնալներ ենք եւ պետք է իհարկե հաշվի առնենք տիկին Լյուդմիլայի կարծիքը եւ ցանկությունները, մենք եկանք ավելի ռեալ որոշմանը։ Ընտրենք տիկին Լյուդմիլայի ցանկությունը։ Կարևորը ամեն ինչ իր սրտով լինի։ Մեզ համար դա շատ կարևոր հանգամանք էր։ Մի քիչ աճանքը շատ էր եւ կոլեկտիվի եւ մի քիչ էլ եթոքնեցի, բայց արդյունքում այդ բոլորը մոռացա ես, արդյունքը շատ լավ ստացվեց։ Եվ հագուստները իմ ճաշակով էին, ժամանակակից էին, ոճային էին եւ ուրախալի։ Այդ հագուստները համապատասխանում էին իմ ճաշակին, ես սիրում եմ վառ գույներ, ահա ես հագել եմ այդ վառ գույնը։ Իրականում պատկերացում չունեի, որ այսքան տարբերություն կլինի, էլ ավելի երիտասարդացել է, էլ ավելի գունեղ ու ժամանակակից հագուստներով շատ գեղեցիկ է։ Ոճափոխությունը շատ գեղեցիկ է ստացվել, տատիկի մազերի գույնն եմ ամենաշատը հավանել, ինքը տարիներ շարունակ ունեցել է նույն գույնի մազեր ու շատ հետաքրքիր էր տեսնել այսպիսի կերպարում, այսպիսի փոփոխությունով, իսկ Լիլիթը շատ հետաքրքիր երկու կերպարներ էր ընտրել, երկուսն էլ իրեն համապատասխան, շատ ոճային, տատիկը շատ ուրախացել է եւ շատ ուրախ էր, որ մասնակցել է հաղորդմանը, ուրախ եմ, որ այս որոշումը կայացրեց եւ ունեցավ այսպիսի անմոռանալի փորձառություն։